Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի падգամավոր հասարակական քաղաքական գործիչ պարոն Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ շատ ուրախ եմ ձեզ տեսնելու Նանտապանում եւ շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Ես եմ շնորհակալ, հրավիրեք, միշտ սիրով կգամ։ Շնորհակալ եմ, կարծում եմ մեր դիտողները եւս մեծ սիրով եւ հաճույքով են լսում ձեր մեկնաբանությունները։ Եվ այսպես կարելի ասել, որ կարելի այս իրավիճակը, որ այժմ կա, գնահատել որպես տագնապալի իրավիճակ, ընդ որում ոչ միայն այն պատճառով, որ այդ վտանգավոր գործողությունները, պատերազմը Հայաստանի հենց Երևանից մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա է, այլ նաև որ մեր աչքի առաջ նոր չի քանդվում, բայց այժմ մենք տեսնում ենք հաստատուն, որ քանդվում են միջազգային նորմերը, օրենքները, պայմանավորվածությունները, այո, կարելի է այդպես գնահատել, թե ես սխալվում եմ։ Շատ ճիշտ գնահատական է։ Ինձ մնում է ասել այո, հենց այդպես է, եւ տագնապներն են արդարացված, մենք պետք է ես ասեմ մի քիչ շուրջ տանք դեպի լավատեսություն, յուրաքանչյուր տագնապ, յուրաքանչյուր մարտահրավեր նաև հնարավորություն է։ Ինչ հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք ասացիք 500 կիլոմետր, այսինքն կոչվում է տարածաշրջանում միջուկային պատերազմի սպառնալիք կա եւ հիմա ռադիոակտիվ փոշու խնդիրը կա արդեն։ Դե արտանետման մասին արդեն հայտարարվել է, բայց դեռ որպեսզի հանգստացնել եւ տագնապ չտարածեն տարածաշրջանում, ասում են ոնց որ թե կառավարելի է դեռ, դա ոնց որ կառավարում։ Դա բոլոր դեպքերում պայթյունը չի։ Դա արտանետում է։ Այո, այդ բաղադրիչներից միջուկային պատերազմ բաղադրիչներից ընդամենը մեկն է աշխատում։ Ավերածություններում պայթյունը եւ այլն դրանք չկան։ Հիմա մենք ինչ հնարավորություն ունենք։ Մենք մեր մասին մտածենք, այնտեղ ինչ որ լինում է, բարձում է որ դեռևս դեկտեմբեր ամսին Պաշտպանության նախարարությունը նրանց մոտ մի քիչ ուրիշ անուն ունի, հրահանգ է ստացել, պատրաստվել, մշակել, ծրագրավորել, պլանավորել, պատրաստվել պատերազմի։ Այսինքն դա անակնկալ չէր Իսրայելի համար։ Անակնկալ չէր նաև Ամերիկայի Միացյալ գլխավոր հովանավորի, գլխավոր ոստիկանի համար նույնպես դա անակնկալ չէր, որովհետև մի քանի օր, 3 երևի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ասեց 61 օր ես սպասել եմ Իրանի պատասխանին։ Տվել եմ, նախ տվել եմ եւ հետո սպասել եմ։ Այո։ Այսինքն սահմանել անգամ ժամկետը ասեց, որ սահմանված էր խփելու օրվա ժամկետը չասվեց, բայց օրը նշվեց։ Փաստորեն այո, այդպես այդ մասշտաբի, այդ ծավալի ռազմական գործողությունները անակնկալ չեն լինում։ Հիմա ես դրա համար ասում, իսկ մենք պատրաստ ենք, մենք ընդառաջ գնում ենք դրան, տարօրինակ բառը ընդառաջ գնալը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ընդառաջ ինչին։ Դիմակայելուն։ Այո, այդ արհավիրքին, աղետ է մեր հարևանը, մեր իմիջիայլոց ոչ սովորական հարևանը, բարի դրացին, որ հետ մենք ակնհայտորեն լավ հարաբերություններ ունենք, այնտեղ աղետ է, մեր հարևանի տանը հրդեհ է, այ դա մենք պատրաստ ենք օգնելու, խաղաղեցնելու, փախստականներին ընդունելու, հումանիտար օգնություն ցույց տալու, ենթակառուցվածքները մեր ճանապարհները պատրաստ են այդ տրանզիտ ճանապարհը, այո, տարանցիկ ճանապարհ ունենք մենք, որ եթե գան մի քանի միլիոն փախստական է գալու, որտեղ ենք տեղավորելու, ուր ենք ուղարկելու։ Ես հույս ունեմ, որ այս անգամ այդ մասշտաբը չի ընդունի։ Ժամանակին, ասում են մոտավորապես 2 շաբաթ կտևի մասնագետները ռեսուրսների պատճառով։ Եթե Իրանի ռեսուրսները կբավարարեն 2 շաբաթ, Իսրայելի ռեսուրսները ինչքան պետք լինի, այդքան կստանա, որովհետև նույնիսկ տեսեք, հենց հիմա արդեն ռազմանավերը մոտենում են Իսրայելի ափին, դաշնակիցների զինամթերք են բերում լրացուցիչ, այսինքն բավարարում են պահեստները, լրացնում են պահեստները։ Հիմա ես մի քիչ անհանգստացած եմ, որ մենք բավարար չափով մեր ենթակառուցվածքները չենք պատրաստել դրան։ Չնայած քննարկումներ եղել են, օրինակ հենց ձեր եթերում էլ ասել են, որ կարող է լինել, նույնիսկ մենք ավելի բարդ բան ենք ենթադրել, ֆրագմենտացիայի ծրագիր,
որ այսին կարող է քաղաքացիական պատերազմ լինել եւ Իրանում եւ Թուրքիայում։ Դե Իրանը ամեն ինչ անում է, որ դրան էլ դիմակայ է ներսում, իրենք վերադասավորումներ են անում ներսում պառակտումը կանխելու համար, որտեվ դուք հիշում եք, Իսրայելը դրա վրա էլ է հաշվարկանում, ասում է, մենք եկել ենք օգնելու ձեզ ազատվելու այս ռեժիմից։ Իրանի ժողովուրդ, մենք ձեր դեմ չենք, ասում է Իսրայելը։ Արքայազնը, Իրանի արքայազնը ելույթ ունեցել, այսինքն այնպես չի, որ սկզբից Իրանի օրինական տերն է խոսում, ասում է, որ փոխեք ռեժիմը, չի ասում ես գամ, ասում է ազատվեք։ Այսինքն այդ վտանգը դեռևս կա։ Իհարկե կա, բա մեր հարևանը, մեր Ադրբեջանի վարքագիծը, նախ հենց 20 թվականի Իրանի վարքագիծը, բա ինչի թույլ տվեցիր, Իրանը թույլ տվեց, որ իր թիկունքում ունենա հակառակորդ, եւ դա թիկունքը չի, Թավրիզի մրցակիցը հզորացել է, ուրեմն պետք է Իրանը թույլ չտար, որ Արցախի անկումը դա Իրանի անվտանգության խնդիր էր, նրանք պետք է ամեն ինչ անեին, ամեն ինչ, տեսնում եք, ամեն ինչ պետք է անեին, որպեսզի Արցախը մնար Հայաստանին, որովհետև հիմա Ադրբեջանը ակնհայտորեն մասնակցում է հակաիրանյան կոալիցիային, արդեն կոալիցիա կա Իրանի դեմ, Ադրբեջանը դրա ակտիվ մասնակիցներից մեկն է, ու հենց Արաքսի ափը, Ադրբեջանը պետք է իր գլխի ճարը այն ժամանակ տեսներ, եթե հայկական բանակը կանգնած էր Աղդամում, եթե կանգնած լիներ Ադրբեջանի ձեռքերը այդքան ազատ չեն լինի, ու կարծես Իրանը կոպիտ սխալ է թույլ տվել, ու հիմա պտուղները քաղում է։ Տեսեք, մենք երևի լավ չենք բացատրել Իրանին, որ անհրաժեշտ է Ադրբեջանին կաշկանդել երկրորդ ճակատով։ Իսկ հիմա Ադրբեջանը ազատված է, չունի երկրորդ ճակատ։ Ինքը հենց միայն կանգնած է եւ հայտ է ներկայացնում, միացյալ Ադրբեջանի հայտ է ներկայացնում։ Եթե Իրանը պարտվում է, ուրեմն Ատրպատականը միանում է Բաքվին, Թավրիզը միանում է Բաքվին, ոչ թե Բաքուն է միանում Թավրիզին։ Պատկերացրեցիք, չէ՞, ով ում է միացնում։ Տեսեք, մենք հիմա, ասում եմ, մարտահրավեր է, որ մենք վաղը ինչ ենք անելու, ինձ համար կարևոր, վաղը ինչ ենք անելու։ Պլանավորենք, վաղվա ծրագիրը կազմենք, այսօր գիտենք ինչ է կատարվում, մասնակցում ենք այսօր, իսկ վաղը ինչ ենք անելու։ Տեսեք, երկու հանգամանքի վրա եկեք ուշադրություն դարձնենք, առաջինը Թավրիզի մասին եք խոսում, ադրբեջանական ամբողջ մամուլը հեղեղված է, նրանք ուրախանում են, ասում են, ահա, հիմա ադրբեջանցիները Իրանի մեծ ալիքով կներխուժեն Հայաստան, որովհետև դե մեզ մոտ ասում են կովիդի համար փակված է սահմանները եւ ադրբեջանցիները գալու են Հայաստան, այս մի խնդիր է։ Երկրորդ խնդիրը, որի մասին մենք խոսենք, եւ երկրորդ խնդիրը արդյոք սա ցույց տվեց երկրի ներսում արտաքին ուժերի, մասնավորապես թշնամիների գործակալների արկայության, ինչ ասեմ, հզոր ուժը, հզոր հետևանքները, չէ՞, այն ինչ տեղի ունեցավ այդ մեկ գիշերվա ընթացքում, այդ ամսի 13-ին ուրբաթ գիշերվա, դա առ այսօր բոլորը դա մեկնաբանում են նրանով, որ ներսում օգնողներ են եղել, ներսում եղել են ոչ միայն գործակալներ, այլ գուցեև չեն բացառում, որ այդ ներքին պառակտման արդյունքն է, ռեժիմ փոխելու։ Այո, դրա համար ժողովրդավարական իշխանությունը ամենաէֆեկտիվն է այդ իմաստով, որտեղ ներքին լարվածությունը անընդհատ դուրս է բարձրացնում է վերև։ Իհարկե, օրինակ Իրանում էթնիկ խնդիրներ չկան, այնտեղ միայն կրոնական բաղադրիչով է որոշվում։ Ազգային փոքրամասնությունների իրավունք, որպես այդպիսի նրանք չեն ճանաչում, կրոնական փոքրամասնություններ կան, այնտեղ մի քանի միլիոն արաբ կա, մի քանի միլիոն բելուջի, չգիտեմ ինչ կա, տաջիկներ կան, տարբեր, մենք պարսիկ ասում ենք, կարծում ենք, թե դրանք բոլորը մի ժողովուրդ են, չէ, տարբեր ժողովուրդներ կան եւ ամենակարևորը թուրքական զանգվածը։ Այդ թուրքական զանգվածի խնդիրը իրանք հանգցնում էին պաշտոններ բաժանելով։ Այդ էթնիկ թուրքերին պաշտոններ էին տալիս պարսիկները, կաշառքի ձև է, կոռուպցիա է, էլի, ինչու անե, գերագույն գլխավոր այդ հոգևոր առաջնորդը ինքը թուրք է։ Պատկերացնում եք,
այդ պահապանների, իսլամի պահապանների հրամանատարությունը, թուրքեր են, շատ են թուրքերը, ու դրանով պարսիկները իրենց ապահովագրում էին, կարծում էին, թե ամեն ինչ լավ կլինի։ Ես դեռ որոշ իմաստով կարծում եմ, որ այսօր չի, այդ պարակտումը, ֆրագմենտացիան Իրանի, այսօր չի, հույս ունեմ, որ այդ միլիոններով գաղթականները, որ գան, իհարկե Հայաստանով կանցնեն, բայց նրանք հիմնականում Ադրբեջան են գնալու, իրենց հայրենակիցների մոտ են գնալու։ Ադրբեջանի սահմանները, այո, Փակը որն է, կանայք երեխաները տասնյակ հազարներով, որ գալիս են, ոնց ես փակում, այսինքն ով կկրակի երեխաների վրա։ Դա փախստականների թեման, իսկ հեղափոխության, գուցե սրա զուգահեռ գնում է եւ պատերազմ եւ հեղափոխություն։ Մենք ասենք քաոսի մասին կարող ենք խոսել, երբ որ Իրանը դառնում է անկառավարելի, այսինքն շատ կառավարողներ կան։ Քաղաքացիական պատերազմի հետ անպայման, եթե շարունակվի, եթե պարտվեց Իրանը, չնայած գիտեք, չէ, կա մեկը պետք է հաղթի։ Այդպես չէ, պատերազմը վերջանում է որևէ մեկի հաղթանակով։ Եթե այնպես չպարտվի, որ կազմաքանդվի Իրանը, իսկ կազմաքանդելու շատերի համար ձեռնտու է հզոր Իրանը, այսինքն արաբական աշխարհին կառավարելի պահելու համար անպայման անհրաժեշտ է հզոր եւ ագրեսիվ Իրան, այսինքն Պարսկաստանը արաբական աշխարհի հին թշնամին, ոխերիմ թշնամիները, անպայման արաբական աշխարհը պրոբլեմ կդառնա քաղաքակիրթ աշխարհի համար, եթե Իրանը չկա։ Ուրեմն այդ առաքելությունը հակաարաբականության Թուրքիային է անցնելու։ Տեսեք, մենք անելիք շատ ունենք, տարբեր պլաններ մշակենք, եթե մնում է Իրանը այսպես հզոր եւ բարեփոխումների ճանապարհն է ընտրում, որոշ ազատություններ են տալիս, կրոնապետությունից դեպի աշխարհիկ պետություն շարժվել, այսինքն այնտեղ դա է խնդրեմը, կրոնապետություն եղած վերնախավը այդպիսի ընդհանրապես վերնախավն է անում, արտոնություններ տա եւ վերնախավն է անում, հեղափոխական որոշումներ կայացնի։ Այո, գյուղացիները իրենց գերանդիներով եւ եղաններով չեն անում հեղափոխություն, անում են պալատում, պալատն է անում հեղափոխություն, հենց վերնախավը պետք է անի, որտեղ վերնախավն է ոտի տակ ընկնելու։ Ես ասում եմ, տարբերակներից մեկը դա է, որ բարեփոխումների ծրագիր կմշակվի, ու դա պարսկական ձևով։ Մենք տեսանք սրանից մի 50 տարի առաջ ինչ ձևով նրանք գահընկեցարեցին շահին, արյան մեջ։ Հիմա մեկը դա է, մյուսը որ կգնա քաոսացում, այ ճիշտ այնպես ինչպես Իրաքը եւ Սիրիան։ Դրանք էլ են տարբերակ։ Իրաքի եւ Սիրիա։ Ես դրա համար եմ ասում, քանի դեռ չի մարսել տարածաշրջանը, չի կարողացել հանդարտեցնել Սիրիայի եւ Իրաքի խնդրեմը, չի լուծված դեռևս։ Հիմա լրացուցիչ բեռը Իրանը մտնում է այդ քաոսի մեջ, ով է դա կարգավորելու, հարևան պետությունները, էներգետիկան, նավթից հրաժարվելու է քաղաքակրթությունը, Իրանը կարևոր նավթային երկիր է։ Տեսեք, ես հույս ունեմ, որ նաև ելնելով մեր բարեկամական հարաբերություններից մոռանանք Վարդան Մամիկոնյանի եւ Ավարայրի ճակատամարտը, շապուր երկրորդին մոռանանք, լավ կլինի, որ մեր հարևան երկրում կարգավորվի եւ բարեփոխումների կուրս վերցնի։ Սա գուցեև ռազմավարություններ Թրամփի, մենք փորձենք դիտարկել, այլ ինչ ուզում է Իսրայելը, գիտենք բոլորի համար պարզ է, բայց չէ որ այստեղ Թրամփը, Միացյալ Նահանգները, իդեմս Թրամփի, եւս դերակատարում է ունեցել, եթե այո ասում եք այո, ինչ դերակատարում, դատելով Թրամփի արձագանքից եւ արդյոք դուք կարծում եք, որ Թրամփը տալով հավանություն, տվել է արդյոք հավանություն, թե ոչ, սա էլ է իմ հարցերից մեկը ձեզ դե որ տեղյակ է եղել, եթե տեղեկացրել են, ուրեմն երևի թե կարծիքել են հարցրել։ Կարծում եք արդյոք որ Թրամփը համարել է, որ կարողանա իզորու կլինի կառավարել այս քաոսը, հասնելու այն նպատակին, որ Իրանը ստորագրի, եթե վերջնանպատակը Թրամփի դա է։ Այս միջոցով ստիպել Իրանին ստորագրել այդ պայմանագիրը կամ չգիտեմ այդ պայմանավորվածության տակ, բայց ճանապարհին այս քաոսն է եւ Թրամփը կարծում է որ կկարողանա կառավարել այս քաոսը։
Թրամփի դերակատարումը։ Թրամփը անպայման տեղյակ է եղել եւ այդ ծրագրի համաձայնությունը տվել է։ Այդ գործողությունները առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության Իսրայելը չի կարող լուրջ ծրագրերը մշակել։ Համաձայնություն եղել է, որտեղ Թրամփը մի քանի օր առաջ ինքը հայտարարեց, որ ասաց ժամկետը լրացել է։ Ես ժամկետ էի տվել լավ տարբերակ ընտրեք կամ վատ տարբերակը, դուք որն եք ընտրում։ Որն եք ընտրում։ 3 գիշերը Թրամփը այս գիշերը հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր որ կոշտ դիրքորոշում ունեին այդ բանակցություններում, կոշտ էին, դրանք արդեն զոհվել են։ Թիրախներից մեկն էլ եղել են այդ բանակցողները, որ կոշտ էին, ասում են պետք է ունենա Իրանը միջուկային զենք։ Դրա վերաբերյալ կա հատուկ կոնսենսուս կոչվածը, մահմեդական աշխարհը ունի իր ատոմային ռումբը, դա Պակիստանն է։ Կա, մահմեդականները ունեն ատոմային ռումբ։ Մյուս ռումբը, եթե Իրանը ուզում է ում դեմ, Պակիստանի դեմ, ում դեմ, Արաբստանի դեմ, Թուրքիայի դեմ, ումից է, ռումբը ում համար է, Իսրայելի համար, ով թույլ կտա, ողջակիզում անցած ժողովրդին մոխիրը դարձնեք, այդ հրյաների պետությունը մոխիր եք ուզում դարձնել, տեսեք ինչ է, Իրանին բացատրում են, ասում են ինչիդ է պետք ատոմային ռումբը, քո հարևանները չունեն, ով որ ունի Հնդկաստանի դեմ է դա, ով որ ունի Պակիստանի զենքը, միջուկային զենքը, դա Հնդկաստանի զենքի դիմաց է, նրանք թող իրար խփեն դու ով ես, տրամաբանությունը դա էր, որ այստեղ այս տարածաշրջանում ատոմային ռումբ պետք չի, Ռուսաստանը ունի, Ամերիկան ունի, Ֆրանսիան ու Բրիտանիան ունեն, նրանք այս տարածաշրջանում ակտիվ գործոն են, նրանք ունեն, եթե պետք լինի կօգտագործեն, Իրանի կարգավիճակը մանավանդ պետական կառավարման այդ ձևը, Նադիր Շահը ինչ արեց, Նադիր Շահը Գալիլեյը ու Նյուտոնը ժամանակակիցներ են, դե տեսեք համեմատեք, ինչ այդ ռեսուրսները ինչի վրա էր ծախսում Նադիր Շահը, հիմա երկրորդ Նադիր Շահն եք ուզում եք Թբիլիսին գրավեք, Երևանը գրավեք, ինչ եք անելու, այդ էր միջուկային զենքը ձեր ինչին է պետք, նավթ ունեք էլի, վառեք, տեսեք միջուկային ծրագիրը տրամաբանորեն բացատրում են, ասում են Ռուսաստանը ունի, Հնդկաստանը ունի, Եվրոպացիները ունեն, ձեր ինչին է պետք, ում եք խփելու, իսկ որպես կրոնական պետություն, նույնիսկ դեռ էր տալի, Իրանը որպես որոշ իմաստով սպառնացող, տեսեք հայտարարությունը Իրան պետության դրոշի վրա գրած է ագրեսիա եւ անեքսիա, դա է հետաքրքիր, իսլամը տարածել, որտեղ եք տարածելու, ոչ իսլամական պետություն որտեղ կա, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, որտեղ կա, Ռուսաստան, դուք իսլամը որտեղ եք տարածելու, իրենց ծրագիրը, կրոնական պետության ծրագիրը դա է, կամ մահ Ամերիկային, մահ Մովսեսի ժողովրդին, այսինքն ոնց ես պատկերացնում, դրանց մեկ չի ասում, ոնց ես պատկերացնում հրեական պետության ոչնչացումը, դու ով ես, որ հրեական պետությունը ոչնչացնես, հրեական պետությունը ինչքան բարդ պայմաններով է ստեղծել, կամ հայկական պետությունը, որ Ալիև ասում է, լիկվիդացնենք, բայց ինչքան լուրջ խնդիր է հայկական պետություն լիկվիդացնելը, ով նշանակում է, ով ստեղծում է, նա էլ ոչնչացնում է, հիմա այդպիսի խնդիրներ ունի, դրա համար ասում եմ, մեզ համար ամենահարմարը բարեփոխումներն են, Իրանը դառնա ժամանակակից պետություն եւ մնա մեզ բարի դրացի երկիր։ Շարունակում ենք այս թեման, տագնապալի վիճակ է եւ տագնապներից մեկը, դե ես հիշեցնեմ անվտանգության խորհրդի քարտուղարը եւս նա ասաց, որ այս իրավիճակը սպառնալիքներ է պարունակում, այսպիսի բառեր են օգտագործում, սպառնալիք եւ այլն, իմ հյուրերից մեկին ես երեկո ուղեցի այդ հարցը, ասի սպառնալիքներից մեկը արդյոք նա է, որ այո, դուք ասում եք քաոս է լինելու, ես հարց տվեցի արդյոք Թրամփը
վստահ է, որ իզորի այդ քաոսը կառավարել եւ հիմա ես այդ տագնապներից մեկը ձեզ ուղղեմ, որովհետեւ հասարակության մեջ ամենայն դեպս Հայաստանում քննարկվում է այդ հարցը, անհանգստացած են մարդիկ, ասում են արդյոք Ադրբեջանին եւս իրավունք կտրվի օգտագործել պահը եւ կատարել այն, ինչի մասին դուք նոր մի քիչ առաջ հիշեցրեցիք։ Միացում, այսինքն միացումը աշխարհին Եվ դեպի ներողություն Իրան եւ դեպի Հայաստան, Ադրբեջանի նկրտումները երկու ուղղությամբ են, չէ՞։ Չէ, Հայաստանի համար դա բան է, պրոպագանդիստական բան է, Հայաստանի համար Ադրբեջանը լուրջ 20 միլիոն ադրբեջանցի Թավրիզով, բանով պատկերացնում։ Չէ, Ադրբեջանը ներխուժի Իրան, հետո էլ Հայաստան։ Այս է հարցը, այս է Ադրբեջանը արդյոք այդպիսի դրոշի ինչ առաքելության մասին է խոսքը, գործառույթ, Ադրբեջանը ինչ գործառույթ ունի, որպես նավթահոր, այո, կարևոր գործառույթ է, փայփայում են Ադրբեջանին թույլ չեն տալիս, որ փլուզվի, որովհետև նավթը, գազը, որպես արտահանող եւ պահապան, այդ հորերի պահապանն է, բայց եթե նա մտնում է Իրան ու Հայաստան, այսինքն դա արդեն Ադրբեջան չի, դա արդեն մի ուրիշ իմպերիա է, ուրիշ Թուրանն է գալիս առաջ, Ուզբեկստանը մի շաբաթ առաջ հայտարարեց, որ միանում է Թուրան ծրագրին, մինչև մի շաբաթ առաջը դիմադրում էր, նա Չինաստանի եւ Ռուսաստանի հետ սիրավեպ ուներ, երկուսի արանքում շահում էր, հիմա միացավ, այսինքն մենք ռուսական պետությունը բարեփոխումների ենթարկեցինք, Ռոմանովներ հանեցին, Ուլյանովներին բերեցին, Ջուղաշվիլի բերեցին, Խրուշչով, Բրեժնև եւ այլը, բոլորը արեցին ռուսական պետությունը կայունացնելու համար, այդ եվրազիական տարածքը կառավարելի արտոնավետ կառավարել դարձնելու խնդիր ունի, հիմա առաջացել է ուրիշ գլխացավ, Թուրանը դա գլխացավ է, եւ Ռուսաստան, այսինքն եւ ռեսուրսների համար, եվրազիական ռեսուրսների համար, այսինքն քաղաքակրթությանը հետարկում է եվրազիական տարածքի ռեսուրսը, Ուրալը, Սիբիրը եւ այլն, դա է իրենց հետաքրքրում։ Հիմա նոր տեր է առաջացել։ Բա աշխարհը հենց այդ մենք Տրամպի Տրամպը բան ու գործ չունի, հա, նվեր տա, տեսեք, ուրեմն Ադրբեջանը եթե դառնում է գերտերություն, ռեգիոնալ տերություն, Պարսկաստանին, այսինքն ժամանակ Իրան բառնել կհանեն։ Դա Իրանը ընդհանրապես ֆաշիզմ ու նացիզմ է։ Դա 34-35 թվերին համերաշխելով Գերմանիայի հետ նացիստական Պարսկաստանը անունը փոխեց։ Դրա համար օկուպացրեցին Պարսկաստանը, Իրանը, Սովետական միությունը եւ Բրիտանիան օկուպացրեցին։ Հիմա այդ Իրանը պարսիկները խաղաղվելու են, հանդարտվելու են, հանձնվելու են, դառնալու են երկրորդ կարգի պետություն, չէ, ուզում ասել, որ Ադրբեջանը, ես դրա համար եմ ասում, Ալիևի կողքը մի խելոք մարդ չկա, որ ասի, հայերի հետ լավ եղի, Հայաստանի գործոնը, ես որ ասացի, դա մեր համար նաև շանս է, հայկական պետության համար շանս է այս տագնապը, որպես հրշեջ, եթե մեր հարևանի տունը հրդեհ է, մենք կարող ենք հրշեջ լինել, հիմա Ադրբեջանը լուրջ գլխացավ ունի 20 միլիոն, 10 միլիոն ադրբեջանցի, որ միացավ հատուկ կուլտուրայով, այս Ադրբեջանը կմնա նույնը եւ արդյոք նրան թույլ կտան, որ ինքը միանա Օսմանյան կայսրությանը, ինչ է դառնալու, Իրան, Թուրան միանալու են իրար, ուրեմն շատ բարդ է, Ադրբեջանի համար ավելի վտանգավոր է սա, փլուզում կլինի, ընդհանրապես թուրքական աշխարհի համար սա վտանգավոր է, մենք մեր տեղը պետք է, ես կարծում եմ, որ հիմա վատ չի, ծուլորեն է անում մեր իշխանությունը դա, օրինակ երեք Պրահայում ավելի ակտիվ պետք է լիներ, այնտեղ հարցրեցին մեր վարչապետին, ասեցին ինչ ծրագրեր ունեք, ինքը պետք է ասել, որ դուք արեք, ինչքան գաք, այդքան կստանաք, ինքնազգ գիտեք, Եվրազիայի հետ բան ունենք, ճանապարհներ, բան, դժվարություններ ունենք, ենթակառուցվածքներ, բան, ինքս է ցրել, հարցը տալի վարողը, մոդերատորը ասում է ինչ ծրագրեր ունեք, ձեր ժողովուրդը ուզում է Եվրոպա գնալ, դուք ինչը, ասում է ժողովուրդը ոչի, ես պետք է որոշեմ, ես էլ առայժմ սպասում եմ, ես խաղի մեջ եմ այնտեղ Եվրազիայի հետ բան, ինքը պետք է ասի, որ դուք արեք քայլերը, մի անգամ ասել է, ես հիմա տվեք ստորագրեմ,
Դուք ասելով ինչ նկատի ունեք, ավելի բացեք ձեր այդ առաջարկը։ Եվրոպային, Եվրոմիությունից պաշտոնյան ասում է դուք ինչ ծրագրեր ունեք, Եվրոմիության հետ ինչ։ Եվրոմիությունը իր կետերով գալիս է, գնում է իր ծրագրի այսպես գալոչկի դնելով գնում է։ Ասում է, «Էս պետք է անենք այսօր, էս մյուսը այսօր»։ Ժամանակացություն են անում են մարդիկ։ Ճանապարհային քարտեզ են ասում, ճանապարհային քարտեզ։ Նիկոլ Փաշինյանին հարցում են, ասում է, ինչ եք անելու դուք։ Նիկոլ Փաշինյանը շփոթվեց, երևի լեզվի խնդիր կա անգլերեն։ Այդ դեպքում գուցե թարգմանիչ տանի։ Պետք է ասել, որ մի անգամ ասեց տվեք ստորագրեմ։ Լավ էր, ասեց հենց իմ այսօր պատրաստ ենք մենք։ Դուք պատրաստ եք մեզ ընդունելու։ Ինքը շուտ տվեց, ասեց մենք ուզում ենք գալ մեզ հետ չբերել մեր խնդիրները։ Իսկ ես կարծում եմ ինքը պետք է ասել մենք խնդիրներ ունենք, ձեր օգնությամբ խնդիրները կլուծենք։ Դուք կստանաք մեզ որպես դաշնակից։ Մենք էլ ձեզ ենք ուզում տեսնել որպես դաշնակից, օգնեք մեզ, որ մեր խնդիրները լուծվեն։ Այսօր եկեք, այսօր պատրաստ ենք մենք։ Նիկոլ Փաշինյանը ասել, դե այնտեղ պետք է ես Վլադիմիր Վլադիմիրիչի հաշվետու եմ, այնտեղ պետք է գնամ, ինձ այնտեղ ոնց կասեն։ Այն հարցը սեր բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ գործեց Փաշինյանը եւս մեկ անգամ։ Հա, բայց դու գնացել ես այնտեղ, որտեղ որ բալանս չի, ասում են գալիս ես թե չէ։ Դու մեր հետ ես թե նրանց հետ ես։ Ինքը պետք է ասի, տարեք ինձ։ Եկեք, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ այդպես չպետք է ասենք։ Ես խորհուրդ եմ տալի հիմա անվարձատույց։ Վերադիմացը ոչինչ չեմ ուզում վարչապետից։ Պետք է ասի դուք եկեք։ Ոչ թե մենք գանք Եվրոպա, այլ դուք եկեք Հայաստան։ Եկեք։ Մեր դռները բաց են։ Ինչքան կարող եք, այդքան եկեք։ Դե դա այո է նշանակում, ինչ այն բառն է, որից խուսափում է Փաշինյանը։ Հա, ես ասում եմ, բանաձևը շուրջ ուր։ Սուբյեկտիվ բանը կամ պայման մեր վարքագիծը կարևոր է։ Այնպես չի, որ կարելի է թախտին նստել ու սպասել բախտին, չէ։ Հարցը տալիս է ինչ եք մտածում, ասում է համեցեք։ Ինչքան կարող եք եկել։ Ռազմական բազան ձեզ խանգարում է, վտարեք։ Դուք վտարեք։ Այդ դուք մեր վրա եք թողնում։ Այս փոքրիկ Հայաստանը, այդ 500 միլիարդանոց Եվրոպան, Ամերիկան ու Ավստրալիան էլ հետները։ Մեզ ասում են, այդ ինչի՞ չեք վտարում ռուսը։ Մենք չենք ուզում վտարել, դուք վտարեք, եթե ձեզ խանգարում է։ Լավ բանակցող եք, պարոն Արշակյան, այսպես ես դրաման ներս չեն թողնում։ Դրաման ներս չեն թողնում։ Գովաստ հայտարարենք եթերում, պարոն Արշակյան, զանգեր տեսնում եմ։ Կշարունակենք զրույցը, որովհետև թեման շատ մեծ է եւ խնդիրները մեր եւս պակաս շատ չեն։ Գովազդ եմ հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, զանգահարեք եւ ձեր զանգերը ուղղեք պարոն Արշակյանին։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։
Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Ազատ Արշակյանի հետ, Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարոն Արշակյան, մենք երեք իմացանք, որ Մակրոնը հայտարարել է, որ աջակցելու է Իսրայելին։ Նա ասել է, մենք Իսրայելը իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը եւ մենք էլ կօգնենք նրան պաշտպանելու իր տարածքը, իհարկե ռազմական գործողությունների մեջ որևիցե մասնակցություն չենք ունենալու։ Սա չի հիշեցնում նույն այդ իրավիճակը, որը Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի մեջ է։ Մենք տեսնում ենք արևմուտքի ներգրավվածությունը պաշտպանելու, օգնելու Ուկրաինային պաշտպանվելու եւ հիմա ոնց որ թե արևմուտքը, չգիտեմ, իզարմանս գուցե մեզ կամ ոչ, գուցե բոլորն էլ հասկանում են ինչու, այդ դեպքում կհարցնեմ ինչու, հայտարարում է, որ այո, մենք կպաշտպանենք Իսրայելի իրավունքը պաշտպանելու իր տարածքը։ Այնտեղ Ռուսաստանի դեմ է գնում գործը, այստեղ Իրանի ոնց որ թե։ Պետք է ասենք, որ Իսրայելը ավելի բարձր կարգավիճակ ունի, նա որոշ երկկողմանի դաշինքային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, երկկողմանի։ Այնպես որ Ֆրանսիան հենց այնպես չի ասում, ինքը դաշինքային հարաբերություններ ունի Իսրայելի հետ, պարտավոր է աջակցել Իսրայելին։ Ու բացի դրանից հենց հիմա ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը տեղադրված են տարածաշրջանում, այսինքն նրանք առնվազն հետախուզական տվյալները, որ հրթիռները գալիս են, հայտնում են, դա միացված է Իսրայելի անվտանգության համակարգին, այսինքն այնքան էլ չեզոք չի Ֆրանսիան, ուղղակի ռազմական ակնհայտ օգնություն ոչ զինվոր չի ուղարկում, սվինակիր զինվոր չի գնում, այդ Նապոլեոնի զորքը չի, բայց ակտիվորեն եւ Բրիտանիան, իմիջիայլոց Բրիտանիային արդեն մեղադրում են, որ Կիպրոսի ռազմական բազան մեղադրում են, որ Բրիտանիան ակտիվորեն մասնակցում է այս պատերազմին, այս մի քանի ժամ հետևել, բրիտանացիներն ասում են, ոչ մենք կոնտակտային մասնակցություն չունենք, կոնտակտ չկա, այ Մակրոնը Ֆրանսիայի նախագահը եւ Բրիտանիայի վարչապետը ասում են կոնտակտային մասնակցություն չունենք, չենք բախվում մենք, բայց բոլոր հնարավոր ինչի կարիք որ Իսրայելը հրեական պետությունը ինչի կարիք որ զգա, մենք դա տալու ենք։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի, եթե պետք լինի, այստեղ նույնիսկ մի փոքր բերեմ Հայաստան, բերեմ մեր հագուստը դարձնեմ,
այդ կոստյումը։ Իսրայել պետությունը դա նաև պլատֆորմ է, ֆորպոստ է արևմուտքի համար։ 74 թվականին Կիպրոսի հյուսիս այդ հատվածի օկուպացիայից հետո թուրքական Կիպրոսը կորցրեց իր նշանակությունը արևմուտքի համար։ Հիմա Իսրայելն է այդ դերը կատարում։ Դա վստահելի տարածք է արևմուտքի համար այս տարածաշրջանում, մերձավոր արևելքում, արևմուտքը Ֆրանսիան կլինի, Գերմանիան, Իտալիան չեն ուզենա կորցնել այդ ֆորպոստը։ Այդ ճիշտ նույն ձևով ֆորպոստ է նաև Հայաստանը, քաղաքակրթական։ Հենց այնպես չի, որ Ադրբեջանը ասում է, գիտեք, ձեր ֆորպոստը ինձ խանգարում է։ Այո, հենց խանգարելու համար է ֆորպոստը։ Հենց դրա համար է, ու ասում է, որ եվրոպացի դիտորդներ եկել են, ասում են ինչի, որովհետև ձեր ազգային ժողովի պատգամավորուհիները քաղցրալեզու են, դրանք լեզվանի են, էլ ընդհանրապես մեր ազգային ժողովը ոնց որ լեզվանիների, քաղցրալեզու լինելը չի, Հայաստանը կարևոր ֆունկցիա ունի, հատուկ գործառույթ ունի, ճիշտ այնպես ինչպես Իսրայելը։ Իսրայել պետությունը չի կարող լիկվիդացվել ճիշտ այնպես ինչպես եւ Հայաստանը, բայց մենք պետք է դա օգտագործենք։ Մենք պետք է տեր կանգնենք մեր կարգավիճակին։ Այսինքն այլ կերպ ասած, օգնում են եւ կօգնեն, ու եթե բալանսը փոխվի, դուք պատկերացնեք, առայժմ հաղթողը մինչ այս պահը հաղթում է Իսրայելը, այսինքն նայում են, թե ոնց է Իսրայելը հաղթում։ Դա շատ է փոխվելու իրավիճակը, գիշերը խփել էր Իրանը խփում է։ Հա, բանին են խփել, ինստիտուտ են խփել եւ 60 հոգի վիրավորվել է, բա տեսեք հրամանատարական կազմն է Իսրայելը ոչնչացնում։ Պարոն Աշակյան, սկիզբն է։ Ես դրա համար այդ հարցը անընդհատ տալիս եմ։ Արդյոք Թրամփը ենթադրում է, որ կարողանալու է կառավարել ամբողջ գործընթացը։ Գործընթացը չի դուրս գալու Թրամփի կառավարման այսպես ցանկությունների շրջանակից։ Իրան-Իսրայել առճակատման մասին է խոսքը դեռ, եւ եթե կրակը դուրս գա այդ սահմանից։ Դասական ասեմ, կարող է եւ սպիտակ ձեռնոցներով չլինի հարցի լուծումը։ Այդ Թրամփը ուզում է, որ ինքը սպիտակ ձեռնոցներով տենց է ենթադրում։ Իր կաբինետում նստած շրջապատված լրագրողներով ինքը կկառավարի, հնարավոր է որ չկառավարի, այլ ավիակիրները մասնակցեն։ Ինքը ունի ռեզերվ։ Դրա մի ավիակիրը, մի հնդկական օվկիանոսում տեղակայված, բավարար է որ այդ ամբողջ տարածաշրջանը ծնկի բերի։ Այսինքն Ամերիկան պահել է իր համար դա։ Հիմա ուզում է այսպես խոսելով, խոսափողով կառավարել, հնարավոր է, ես ես հետ համաձայն եմ, դուք այո, հնարավոր է, որ դուրս գա խոսափողի, խոսքի ազդեցությունից, որ խոսքով ինքը ասում է, հենց արդեն դուրս է եկել, ինք հայտարարել, որ գալիս եմ խաղաղություն եմ բերում և Ուկրաինայում և մերձավոր արևելքում, Աղվանստանից և Իրաքից ու Սիրիայից, դա էլ է չէ, Սիրիայում զորքեր ունի իմիջայլուց Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրանք այնտեղ հակաօդային պաշտպանության համակարգ ունեն, մենք չգիտենք գործում են, թե չէ։ Տեսեք, Թրամփը, ես կարծում եմ, որ Թրամփը նախ մենակ չի այդ հարցում, այդ հարցում մենակ չի, Իսրայելի հարցում մենակ չի, արևմուտքը լուրջ հնարավորություն ունի կարգավորելի դարձնելու, բայց իրենք թողնում են, որ զարգանա իր բնական հունով գնա, ես ասում եմ, որ վատթարագույն դեպքում ավիակիրները և բրիտանական և ֆրանսիական միջոցները միջերկրական ծովից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջոցները ռազմական հնդկական օվկիանոսից կմիջամտեն։ Հեռախոսազանգ ենք ընդունում, այո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Արշակյան, ողջունում եմ ձեզ հեռավորքլենդելից։ Ինձ ծանոթներ ենք մենք ասում։ Առույգ և երիտասարդ մի րոպե ինձ թվաց թե 5 տարի առաջ հաղորդում են, Ձեզ կոմպլիմենտարեցին։ Շնորհակալություն։ Մենք ինձ ծանոթներ ենք արդեն։ Այո, սիրելի հեռուստադիտող, ձեզ էլ ասում են, որ ծանոթ են։ Ձեզ արդեն երևի թե հեռախոսով այսպես հեռակա, բայց արդեն մտերիմ ծանոթներ եք, հեռակա մտերիմ։ Զրուցակից ենք։ Եվ ասեմ պարոն Արշակյան, որ այո, շատերը ձեզ այդ թվում ենք ընտանիքով ձեզ համակրում ենք եւ հարգում ենք, պատճառը հիմնականում այն է, որ դուք ճիշտ եք մնացել ձեր սկզբունքներին։ Ի տարբերություն Հայաստանի այլ հիմնադիր հայրերի կամ հայրիկների, անուններ չեմ տա։ Եվ այդ առումով նաև ձեզ կասեմ, որ դուք հնարավոր է որ դեր խաղաք
Հայաստանի ապագայում, ինչ նկատի ունեմ, ես որոշ ժամանակ առաջ ձեր խորհուրդն էի հարցրել, ձեզ ասացի, որ ես սահմանական նախագիծ էի կազմել ամերիկյանի հիման վրա եւ դուք խորհուրդ եք տվել ինձ ուղարկել դա Հայաստանի կառավարությանը, ինչ որ ձևով ինձ հաջողվեց համապատասխան հասցեն գտնել, ես չգիտեմ դա կօգտագործվի թե չէ կամ որքանով կօգտագործվի, բայց եթե Հայաստանը ապագայում լինի հզոր եւ բարգավաճ, ցանկանում եմ դուք իմանաք, որ դուք դրա մեջ դեր կունենաք եւ դրա մասին կիմանա հայ ժողովուրդը։ Այդ թվում նաեւ նույն տապանը դեր կունենա, որտեղ Տիկին Արաքելյանը եւս մասնակցում էր այդ ամենին։ Եվ իմ հարցը կապված է դրա հետ, ես համոզված եմ, ես Իրան, Իսրայել, Եվրոպա, այս բոլոր հարցերը կլուծվեն, բայց մենք գործ ենք ունենալու մեր Հայաստանի պետական կառուցվածքի հետ։ Ինչ եք կարծում հետեւյալ սահմանական դրույթի մասին։ Ամերիկյան սահմանության վերջում ամենավերջին տողը ասում է հետեւյալը. այս սահմանությունը ստորագրված է մեր Տիրոջ այսինչ տարում, նկատի ունի Հիսուս Քրիստոսը, դրանով հաստատում է Ամերիկայի ժողովրդի քրիստոնեական հավատքը։ Ինչ է կարծում հետեւյալ համանման գիծ տողը սահմանության մեջ, մեր հայկական ապագա սահմանության մեջ, որ ասում սահմանությունը ստորագրված է հայ գնահապետի հաղթանակի ընդհանրենք 4000 տարում, որպեսզի դրանով հաստատվի մեր պատմությունը ընդհուպ մինչև մեր աղբյուրը։ Ձեր կարծիքով դա ճիշտ որոշում կլինի թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ձեր խոսքի համար շնորհակալ եմ։ Ես փորձում եմ մնալ հավատարիմ։ Առնվազն ինքս ինձ։ Շատ հետաքրքիր բան է դա, բայց մենք մոտենանք դրան սկզբունքորեն։ Կուտակային ֆոնդ պետք է լինի, պետք է օրինակ արդարադատության նախարարությունը կամ այդ հատուկ հանձնաժողովը, սահմանադիր հանձնաժողովը, որը որ մեր իշխանությունները ձևավորել են, այդ ձեր առաջարկությունը պետք է գնա այնտեղ եւ բաց քննարկման հետևանքով մենք որոշում կայացնենք։ Այ հիմա տեսեք, դուք օրակարգի մեջ եք։ Ձեր հարցը այսօր իսկապես օրակարգային է։ Մեզ համար այսօրվա խնդիրը գլխավոր օրենքն է։ Գլխավոր օրենքից, այսինքն սահմանադրությունն է, ուրեմն սահմանադրության բոլոր հոդվածները քննարկման առարկա են։ Այսինքն դուք հիմա հենց նոր մեզ տարաք դեպի օրակարգ։ Մենք այսօր ինչ որ կատարում է, սա ընթացքում տակտիկական նկատառումներով պատահեց, պատահել է պատերազմը, պատահել է եկեղեցի եւ կրոնի սպասավորների եւ իշխանության բանավեճը, դրանք պատահել են, բայց գլխավորը մեր երկրի համար իհարկե գլխավոր օրենքն է, սահմանադրությունները, եւ ես կարծում եմ, որ հարկավոր է դա քննարկել։ Տեսեք, մենք եթե մեր առաջարկությունները, բոլոր առաջարկությունները դնենք ու ասենք սա վերջի կետն է, սա մեջտեղի կետն է, սա առաջի կետն է, եթե քննարկենք ու մենք գտնենք, ես այս հարցում ուզում եմ, որ հոգևորականները մասնակցեին այդ քննարկմանը։ Մեր մոտ դա ոնց է լինելու։ Ես կարծում եմ, որ անպայման Աստված պետք է լինի մեր սահմանադրության մեջ։ Բայց այստեղ հայկնահապետ նկատի ունի ծագումը։ Այո, եւ այստեղ շատ հազար ներողություն, պարզապես ենթադրում եմ, որ եթե այսպիսի հարց բարձրանա, այլ նորից բարձրանալու է պատմական Հայաստան, ներկա Հայաստան, ներկայիս Հայաստան։ Հենց դա էր, ենթատեքստը հենց դա էր։ Մենք ուրանում ենք մեր ծագումը, թե չէ։ Ես դրա համար եմ պաշտպանում, որտեղ մենք, ինչի ասեցի, ես հավատարիմ եմ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հավատարիմ լինենք մեր անցյալին, մեր ժառանգությանը։ Ինչու՞ չէ, եթե դա կարևոր է, մենք հայ ենք, այսինքն նշենք, որ մենք հայ ենք եւ հայկնահապետից ենք սերված։ Հա դրա մեջ ինչ կա, ում ասենք։ Մի խոսքով գաղափարը հետաքրքիր է, բայց ասում եմ, դա պետք է անպայման մասնագիտական հանձնաժողովը քննարկի։ Եվս մեկ հեռուստադիտողի հարց, այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Բարև ձեզ, զարմանալի բանն է եղել իմ նախկին զանգողը։ Այդքան շատ, որ ասում է հեռավոր գլենդելից եմ զանգում։ Բա ինչու է հեռավոր գլենդելում ապրում։ Նեղություն դուք որտեղ եք ապրում։ Դուք որտեղ եք ապրում, դուք որտեղից եք զանգահարում։ Ես էլ եմ գլենդելում ապրում, բայց տարին երևի 7-8 ամիս Հայաստանում եմ
Լավ, մենք չենք քննարկում հիմա հեռուստադիտողների վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ։ Դուք հարց ունեք մեր հյուրին։ Ներողություն եմ խնդրում։ Սիրելի հեռուստադիտող, դուք արդեն համենայն դեպս այն հաղորդումներից, որ ես եմ վարում, երկրորդ անգամ եք զանգահարում եւ ձեր հարցը ուղղված չէ մեր հյուրին։ Ես խնդրում եմ, սիրելի հեռուստադիտողներ, մենք այս հնարավորությունը ստեղծել ենք, որպեսզի դուք կարողանաք ձեր հարցերը ուղղել հյուրին, կարողանաք շփվել հյուրի հետ, ոչ թե ձեր կարծիքը մեկը մյուսի նկատմամբ փոխանցել։ Ներող եղեք, ես չէի ուզենա, որ կոպիտ հնչեր այն ինչ ասում եմ, բայց ես չեմ կարող այս հեռախոսազանգերը ընդունել, երբ որ դուք անձնական ինչ-որ խնդիրներ եք առաջ բերում։ Ներեցեք, պարոն Արշակյան։ Բայց ես կարող եմ հարցին պատասխանել, որ հարց կար։ Սփյուռքահայության դերը պարտադիր չի։ Այ եթե մենք ունենայինք 1 միլիոն քառակուսի կիլոմետր 1 միլիոն քառակուսի կիլոմետրանով երկիր ունենայինք, այդ դեպքում կասենք, որ տեղավորվեք։ Բայց ես տեղաշարժի կողմնակից եմ, ասենք քրքը քիչ դեր չի կատարել մեր երկրի համար կամ Մխիթար Սեբաստացին։ Ուզում ասել, որ ամեն մարդ ինչ որ ձևով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է հայապահպանությանը։ Այդ իմաստով Սփյուռքը մեր հարազատն է։ Ես չեմ բաժանում Գլենդեր լինի, Մոսկվա լինի, թե Գորկի։ Մենք այստեղ պետք է այլ հարց երևի թե քննարկենք մեխանիզմը, այդ Սփյուռքի օգնության հնարավորության մեխանիզմը, ցանկություն։ Հեռուստադիտողը ասում է, ես մի քանի ամիս կամ տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ կամ տարին, չգիտեմ ինչ է, քանի տարին մեկ գալիս եմ, շատ ողջունելի է որ գալիս են։ Դուք ասում եք օգնություն, իրար հետ միասին կառուցենք երկիր, այո, այս թեման շատ է քննարկվում, բայց բախվում է հետևյալ իրողության հետ, օգնությունը կոորդինացված չէ, կապը Հայաստան-Սփյուռք իհարկե արտաքին ուժերի շնորհիվ, որպեսզի քանդվի, ուժեղ չլինի ազգը, պառակտվում է, կապը թուլացել է, չէ պառակտվել, բայց թուլացել է, եւ ամենակարևորը չկա մեխանիզմ, չկա վստահություն տված օգնության հետագա ճանապարհին եւ նշանակետին հասնելու այս ճանապարհի վերաբերյալ վստահություն չունի Սփյուռքը, մեխանիզմն է բացակայում։ Մենք եթե ուզում ենք նորից ամրացնել Հայաստան-Սփյուռք կապը, իմ կարծիքն է, ներողություն, որ ես իմ կարծիքս, պարզապես ես արդեն 35 տարի է սրանով զբաղվում եմ, 35 տարի է ես Հայաստան-Սփյուռք հարցով եմ խորացած զբաղվում։ Նոյան տապան ասելով, այո, ես որպես Նոյան տապանի մաս, այսպես, հա, զինվոր այս գործում, եւ գիտեմ բոլոր այդ խնդիրները, հիմնական խնդրեմը փոխվստահությունն է եւ ամենակարևորը մեխանիզմը, որը իշխանությունները այսօր Նիկոլ Փաշինյանն է, երեք մեկ ուրիշներ վաղը մի ուրիշն է լինելու, ոչ մի անձով չպետք է պայմանավորված լինի, պետք է սկզբունք լինի Հայաստանը եւ Սփյուռքը ինչպես են փոխգործում, որպեսզի մեկը մյուսին չվիրավորի, ասի դու ասում ես հեռավոր եմ, ուրեմն դու շատ հեռու ես, իսկ ես գալիս եմ Հայաստան, ուրեմն ես շատ մոտիկ եմ, դրանով չի պայմանավորում, գնալ-գալով չի պայմանավորում, համաձայն չեք։ Ես համաձայն եմ, ուղղակի փոխ ասենք փոխօգնություն պետք է լինի, մենք պետք է դադարենք Սփյուռքին հա բանանել անընդհատ եւ դա պետության հիմքում պետք է այգուցե եւ այ հարց եղավ սահմանադրության մեջ ասեց Հայկ Նահապետ իսկ սահմանադրության մեջ գուցե մենք հաշվի առնենք որ մենք այսպիսի ժողովուրդ ենք այո այսպիսի երկիր ենք որը աշխարհասփյուռ հայություն ունի շատ կարեւոր բան կա օրինակ նախաձեռնություն կա արդեն մի 15-20 տարի է այսպես խոսում ենք սահմանադրության մեջ առաջարկություններ կան, նույնիսկ Հրանուշ Հակոբյանը երբ նախարար էր, դա պաշտպանել է, այսինքն ստեղծել երկրորդ պալատը, որը կմասնակցի հայապահպանական ծրագրերին, այսինքն Հայաստանի Հանրապետության բյուջեին, պաշտպանությանը, ես չգիտեմ, կրթության, առողջապահության ծրագրերին չի մասնակցի երկրորդ պալատը, բայց Սփյուռքում այնտեղ որևէ երկրում, ցանկացած երկրում օրենքով ընդունված ձևով ընտրված համայնքի ղեկավարները մշակութային կլինի, կրթական կլինի, ես չգիտեմ, նրանք կարող են Հայաստանի Հանրապետության
ազգային ժողովի երկրորդ պալատի սեսիոն, այսինքն բարբերաբար տարին մի քանի անգամ հրավիրվել, նրանք կարող են պաշտոն ստանալ։ Ես նույնիսկ տեսեք առաջարկում եմ, ասում եմ, պետք է պաշտոնյաներ լինեն։ Այսինքն մենք ամեն անգամ սփյուռք ասելով հիշում ենք, երբ որ մեզ փող է պետք, ազատ լոբինգ է պետք, հա, չէ։ Պետք է նաև մարդիկ ինչ որ բան ստանան, գան մասնակցեն մեր երկրի։ Եվ էլի պայմանավորված իշխանության դերակատար այսօրվա անձով չպետք է պայմանավորված անձով չպետք է պայմանավորված։ Պետք է ինստիտուտ լինի։ Ես կարծում եմ ինստիտուտը դա երկրորդ պալատն է սահմանադրության։ Հիմա այս ազգային ժողովին երկրորդ պալատ կոչված է, ինչպես որ աշխարհում ընդունված է, որոշակի գործառույթներ պետք է ունենա, ու դա հայապահպանություն կոչվի։ Սփյուռքը մասնակցի իր կյանքի, այստեղ Հայաստանը դառնա նաև սփյուռքի համար կենտրոն։ Այստեղ միշտ բարձրացել է դրա հետ մեկտեղ մյուս հարցը, հա, նրանք կգան կխառնեն մեր գործերը։ Ոչ, այլ երկրների քաղաքացի են։ Օրենքով սահմանված կարգով այդ երկրները ինչ չափով որ մենք չենք միջամտում, օրինակ ֆրանսիական համայնքի ներկայացուցիչները, որ գալիս են Հայաստան եւ դառնում են երկրորդ պալատի պատգամավոր, մենք Հայաստանի Հանրապետությունը չի խառնվում Ֆրանսիայի ներքին գործ, եւ ոչ էլ Ֆրանսիան է մեր գործերին խառնվում։ Միևնույնն է, մենք հիմա այս հերախոսային խոսակցությունը օրակարգ ձևավորեց, չէ՞։ Մենք հիմա արդեն դա միջամտեց, չէ՞, մեր օրակարգը փոխվեց։ Դա հենց բնական է, կառուցողական է եւ հակապետական չի, ոչ Գլենդելի, ոչ Կալիֆոռնիայի ներդա վնաս, ոչ էլ Նոյան Տապանին այսօր որ Հայաստանում է։ Շնորհակալություն, հաջորդ հեռախոսազանգը, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Ձեր ներդրումը եւ ձեր երկուսի ես նկատի ունեմ ներդրումը գաղափարական զարգացման համար մանավանդ քաղաքական բավական մեծ է եղել Սփյուռքում, Հայաստանում չգիտեմ ինչպես է, վաղուց չեմ եղել այնտեղ։ Ես ուզում եմ ձեզ հարց տայի, խոսակցություններ կան, որ Air Force-ը բանի Իսրայելի Ղարաբաղից Արցախից հատրել, դա ճիշտ է։ Իսկ եթե դա ճիշտ է, ինչ քաղաքական իրավիճակներ կարող են փոխվել մեր Իսրայելի եւ Իրանի միջև։ Այս մեկ եւ երկրորդ հարցս, պարոն Արշակյան, ինչ է կարծում այս պատերազմը ինչով կավարտվի։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք ինձ։ Շնորհակալություն, շատ բարդ հարցեր են։ Եթե ես այդ հարցերի պատասխանը ունենայի, հենց հիմա կզանգեի Թել Ավիվ եւ Թեհրան։ Կասեի այսպես արեք։ Ցավոք սրտի ես կարող եմ միայն վերլուծություն անել, այսպես զրույց է։ Ես կարծում եմ, որ Իսրայել պետությունը չի կարող մահանալ։ Իրանը այդպիսի բան է, ծրագիր ունի ոչնչացնել Իսրայել պետությունը, այսինքն հրեաների պետությունը ոչնչացնել սիոնիզմի դեմ է։ Իրանը ընդհանրապես ճանաչում է հրեա ժողովրդի գոյության իրավունքը, բայց չի ճանաչում պետության իրավունքը։ Ասում է, որ դուք կամավոր կամ այսինքն ըստ ձեր գրքերի դուք հեռացել եք ձեր երկրից, ուրեմն հեռացեք, մնացեք այդ միսիայի գալուց նոր կվերադառնաք։ Ես կարծում եմ, որ դա անհնար է։ Եթե հրեաները ուզում են ունենալ իրենց պետությունը եւ հնարավորություններ ունեն, դաշնակիցներ ունեն, նրանք կպահեն իրենց պետությունը։ Ուրեմն պարտությունը Իսրայելի հրեական պետության լիկվիդացիան է, դա անհնար է։ Մենք հենց մի քիչ առաջ քննարկում ենք, որ Իսրայելը ունի շատ հզոր դաշնակիցներ։ Առաջինը դա Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունն է, պետություն լիկվիդացնելը արգելված է։ Օրինակ Գերմանիան առ այսօր պատժամիջոցների տակ է, նացիստական Գերմանիան ծրագրեր ուներ, պետություններ էր լիկվիդացնում։ Պատժամիջոցների տակ է, արգելքները դեռ գործում են։ Օկուպացիոն զորքեր կան Գերմանիայում։ Եվրոպայի ամենահզոր տնտեսություն ունեցող պետությունը, ամենահետաքրքիր մշակույթ ունեցող ժողովուրդը հիմա պատժված է, զորքեր կան,
օկուպացիոն զորքեր կան իր տարածքում եւ նրանց ազատությունը սահմանափակված է, բա ուր մնաց Իրանի նման պետությունը լիկվիդացնի հրեական պետությունը կամ Ադրբեջանի նման պետությունը լիկվիդացնի հայկական պետությունը։ Ես կարծում եմ, որ պատերազմի վերջը մենք էլ չգիտենք ոնց կլինի, մի քանի տարբերակ քննարկեցինք, առաջինը որ բարեփոխումների ծրագիր Իրանի համար, որովհետև միջազգային իրավունքը խախտել է Իրանը, ինքն է իր պայմանագրերը, իր պարտավորությունները խախտում, դա է խնդիրը, պարտավորությունները ստանձնել ու դրանք խախտում է, հետո բացի դրանից մենք գիտենք, որ արգելված է անեքսիայի, ագրեսիայի, ընդհանրապես ատելություն քարոզելը արգելված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունով։ Հիմա Իրանը խախտող պետությունն է, ուրեմն ես կարծում եմ, որ Իրանին են զսպելու, Իրանին են վերադարձնելու քաղաքակիրթ աշխարհի կանոնների շրջանակը։ Իմ կարծիքով դա տեղի կունենա, իսկ ինչեր կլինեն փլուզումներ կլինեն, Հայաստանը ոտատակ կընկնի, թե չընկնի, Վրաստանը ինչ կլինի, դա մենք պետք է ջանքեր թափենք, որ որևէ բան շահենք մենք, շահել, այդ թեկուզ լավ հարևան ունենալու պայմանով։ Իրանը դառնա մեզ քաղաքակրթորեն նաև լավ հարևան։ Քիչ ժամանակ է մնացել, այս ձեր խոսքից հետո եկեք նորից վերադառնանք մեր զրույցի առաջին հատվածը եւ ես այսպես ուղիղ հարցը տամ։ Երբ որ այս կրակը պետք է այսպես թեժանար, մենք արդեն գիտենք եւ Միացյալ Նահանգները ասացին, որ մեզ տեղեկացրել են այս մասին, տեղյակ էին։ Եվ բոլորն էլ տեղյակ կլինեն, որ այստեղ գոյություն ունի Հայաստան, եւ այնտեղ Վրաստան, եւ մնացած բոլոր հարևանների մասին կարծում եմ քաջատեղյակ են։ Հայաստանը այդ բանաձևում ինչ տեղ կարող է հատկացված լինի կամ ինչպես են նախատեսել, որ Հայաստանի վտանգները եւ հնարավորությունները, այսինքն Հայաստանի պահը այս ամբողջ մեծ բանաձև հաշվարկի մեջ եղել է կարծում եք կամ կա կարծում եք, թե շնորհակալություն հարցի համար, հենց դա է մեր գործառույթը, դա է Հայաստան, որ կա այսօր Սյունիքը, հենց դրա հաշվին է։ Դա է հաշվի առնված, որ Սյունիքը պետք է լինի Իրանի համար կամուրջ դեպի քաղաքակիրթ աշխարհը։ Իրանը շրջապատված է թշնամի պետություններով։ Իրան պետությունը շրջապատված է, բոլոր հարևանները, բացի Հայաստանից, խնդիրներ ունեն Իրանի հետ։ Պատկերացնում եք, սա խաղաղության արահետ է։ Մենք խաղաղության արահետ ենք։ Մենք ապաստան ենք եւ ապաստարան ենք Իրանի ժողովրդի համար։ Այսինքն դա շատ կարևոր ֆունկցիա է ու մենք պատահաբար չի, որ եւ Ռուսաստանը եւ Եվրոմիությունը որոշակի ջանքեր են թափում հայկական պետության անձեռնմխելիության համար։ Մենք որոշ դեպքերում դավաճաններ բռնում ենք, ձեռքը բռնում ենք մեր գրպանում, գրպանահատի ձեռքը բռնում ենք, երբ նա մեզ դավաճանում է, բայց ընդհանուր առմամբ մոտիվացիան, օրինակ ռուսական բանակի գոյությունը մեր այդ բազմաթիվ պայմանագրերը Ռուսաստանի հետ պայմանավորված են իր հոգատարությունով, այ լեգենդը առասպելը ռուսական ներկայության դա է, որ նրանք ապահովում են հայկական պետության այստեղ երևի իբրև թե բառը, հա, կուզենայի օգտագործել։ Ես ասեմ, որ սկզբնական շրջանում հենց այդպես էլ եղել է եւ վերջին հաշվով ռուսական օկուպացիոն տարածքում կա հայկական պետություն, օրինակ Օսմանյան եւ պարսկական տարածքում չկա հայկական պետությունը։ Ռուսները դա միշտ կարող են մեզ ներկայացնել, ասեն, որ մենք ստեղծել ենք հայկական պետություն, կամ մեր տարածքում է ստեղծվել։ Երևանի նահանգում մարզում ձևավորվեց հայկական պետությունը, բայց Արևմտյան Հայաստանում չձևավորվեց, պարսկական Հայաստանում չձևավորվեց։ Դա իրենք կարող են ասել, ու մենք էլ անշնորհակալ չենք։ Մենք ասում ենք այո, ռուսական Պասկևիչի բանակը ազատագրել է այդ տարածքը ու ձևավորել է Արմյանսկայա օբլաստ։ Դա Պասկևիչի ժամանակ է եղել։ Հիմա պատկերացրեք, որ այս ամբողջ տարածաշրջանում
Մենք միակն ենք ու պահպանում են իմ այսպես հոխորտալը ինչ որ ասում եմ չեք կարող լիկվիդացնել հայկական պետությունը աշխարհը շահագրգռված է որպեսզի Իրանի հարևանությամբ, Ադրբեջանի հարևանությամբ, Թուրքիայի հարևանությամբ լինի այսպիսի մի օջախ ես ասում եմ որ սա նաև սպառնալիք է նրանց այ արևմուտքը նրանց թիկունքում ունի յուրային Ես որ ասում եմ մենք գնում ենք դեպի Եվրոպա, մենք գնում ենք դեպի յուրայինները, այսինքն մենք աշխարհի համար քաղաքակիրթ աշխարհի համար Պակիստանին հանած համար մենք կարևոր դաշնակից ենք եւ մեր պետությունը անձեռնմխել է, իսկ Իրանի համար մենք ուղղակի նվեր ենք, այ պետք է բարբերաբար իրենք իրենց լեզվով շնորհակալություն ասեն մեզ։ Այստեղ շատ ավարտելով մեր հաղորդումը շատ հետաքրքիր զավեշտալի գուցե կարելի ասել իրավիճակը եւ Իրանին է ձեռնտու որպեսզի մենք լինենք այստեղ այն վիճակում ինչպես կա եւ Սյունիքը լինի բաց եւ արևմուտքին որը այսօր կարծես թե փորձում է Իրանին ինչ որ բաների մեջ ստիպել որ անի Իրանը նրանցել է շրջանակի մեջ է դնում Իրանին արևմուտքին եւս ձեռնտու է եւ պետք է որպեսզի Հայաստանը լինի հենց այնպիսին ինչպիսին կա հենց այն սահմաններում որում կա այո եւ Իրանին եւ արևմուտքին անգամ երբ որ նրանք արճակատման մեջ են նույնիսկ մեզ շնորհակալ եմ պարոն Արշակյան հերթական գեղեցիկ մեկնաբանությունները շնորհակալ եմ ձեր կարծիքը մեզ հետ կիսելու համար շնորհակալ եմ հրավերի համար շնորհակալություն սիրելի հայրենակիցներ Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ Զրուցվար Մերգոյան Առաքելյանը բարին ընձեզ